Տեսար չես կարողանում լուծել այնպես, որ շարունակվի բանակցային տրամաբանությունը, որ Արցախը մնա հայկական, անկախության գործընթացը ավարտվի միջազգային ճանաչմամբ, թողնեիր գնայիր։ Ասեիր, չէ, էս իմ խելքի բանը չէ։ Հարցն այն է, որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախի ավելի քան 70%-ը հանձնել էր, ռուսական կողմը կարողացել էր հասնել մի իրավիճակի, որ Արցախի կարգավիճակը ոնց կա, այնպես մնա։ Հարցի կարգավորումը առաջարկում էր թողնել հետագային։ Պուտինն էլ է ասել, Լավրովն էլ է ասել, որ առաջարկվում էին Արցախի հետագա ճակատագրի քննարկումները թողնել հետագային սերունդներին։ Այդ ժամանակ հայկական շահը դա էր պահանջում։ Սա գնում է լրիվ ուրիշ ճանապարհով։ Արևմտյան բարեկամները տարան Պրահա, նստեցրին սեղանի կողքը ու ասացին՝ «Դավայ, դե շուտ արա, ինչ Ալիևն ուզում է տուր»։ Կարևորը, որ հարցը լուծվի Ռուսաստանին ինադու։ Ինչպես որ հրաժարվել էր պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկից, այնպես էլ հրաժարվում է Արցախի հարցի կարգավորումը հետագային թողնելու առաջարկից։ Տպավորությունս այն է, որ կոնկրետ ուզում էր ելքը լինի Արցախը լրիվ հանձնումը։ Մակրոնի, Միշելի, Ալիևի հետ գնաց, նստեց, հանձնեց, մաքրվեց, պրծավ, իր համար գլխացավանքից ազատվեց։ Հիմա ուր են նրանք, այդ Մակրոն, Միշելները։ Գոհ են, ասելու բան չունեն։ 2019 թվականի հունիսին ներկայացված բանակցային փաստաթղթում ամրագրված էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը հանրաքվեով։ Բայց Հայաստանի կողմից բանակցողը, կամ ավելի ճիշտ է ասել, չբանակցողը, որոշում է, որ ինքը պետք է որոշի, ինչ ժողովուրդ ով է, որ որոշում կայացնի։ Հենա ես կգնամ Ալիևի, Միշելի, Մակրոնի հետ հանգիստ կնստեմ, որոշում կկայացնեմ հանձնել ժողովրդի փոխարեն։